ազատ խոսքի արտահայտում։ Ուղիղ եթերով։ Ես ձեր խոնարհ ծառան։ Բայց ինչպես է գնահատում, որ ամեն դեպքում Եվրամիության դեսպանատներից ներկայացուցիչների կան Միացյալ Նահանգները։ Կարինե ջան, ո՞նց եմ գնահատում։ Դե չեմ կարող ասեմ, այդ Լիլիթ Օհանյանը ես էլ անդիմադիր եմ, իմ հետ հանդիպում էր եւ բոլորի հետ հանդիպումա հետաքրքիր է եկել է զեկույց գրի ուղարկի իր աշխատանքն է անում։ Հիմա ես ինչ գնահատական տամ։ Հետո Ամերիկա բանը ենթադրում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դե վերջը մենք բան ունենք, չէ, օգոստոսի 8 ունենք ստորագրված, շատ ավելի հետաքրքրված են միգուցե ներքաղաքական process-ներով։ Եվս մեկ անգամ կգան կարձանագրեն, որ անդիմությունը ասելիք չունի, կուղարկեն զեկույց, եսի ոնց մեկնաբանեմ իրանց գալու չգալու հարցը։ Պարոն Սիմոնյան, տեսեք դուք ասում եք վերևից նայում եք, ասում եք Էլին։ Ես վերևից չեմ նայում, ես ձեր հետ այդտեղ ես ոչ մեկին վերևից չեմ նայում։ Նկատել դահլիճում չեք, այստեղից նայեք ասում եք, հա, քիչ մարդ կա կամ մարդ չի եկել, եթե անգամ թեկուզ մի հոգի բարձրաձայնի խնդիրը, նշանակում է խնդիր կա, չէ՞, դա։ Ես որևիցե վեճ չունեմ այդ հարցում ձեր հետ, այո, նույնիսկ մի քանի հոգի էլ եթե գա, ես կասեմ, որ այո, խնդիր, որը որ պետք է հնչի ազգային ժողովի դահլիճում, ազգային ժողովի դահլիճը տրամադրված է, ուղ եթերը մի քանի հոգու տրամադրված է, լավ է, որ լավ գաղափար են նկարներ են դրել, որպեսզի ինչ որ չափով դահլիճը լրացված լինի, հա, կարող են մնացած տեղերում, որտեղ որ մարդ չկա նստած, էլի նկարներ դնեն, ինչ որ նկարներ, չգիտեմ, օրինակ անցյալից նկարներ դնեն, որ մարդիկ հիշեն անցյալի, ասում եմ, այն բացակատեղենը թող անցյալից նկարներ դնեն, այն մարդկանց, ովքեր որ լրագրողների ծնոթ էին կոտրում, ովքեր որ մարդկանց բազեզներում ծեծում էին, ովքեր որ հերոստալիքներ եւ բաներ էին փակում, այդ մարդկանց նկարներն կարան դնել։ Սիմոնյան, անդիմությունը պնդում է, որ Հայաստանում 1 տասնյակից ավելի քաղբանդարկյալ կա։ Հիմա դուք ասում եք, գեթ մի բանդարկյալ չկա, հա, 60 քաղբանդարկյալի մասին է։ Ես պնդում եմ, որ անդիմություն չկա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ով ասեց, որ մենք, բայց ով ասեց, որ ես մարդ եմ կալանովում, չէ, ով ասեց, որ դա կապված է անդիմադիր լինելու հետ։ Տենց բան է հայտարարվել։ Ինչը։ Ինչ չափորոշիչով եք ասում, որ ընդդիմություն չկա։ Ասելիք չկա։ Դե թող փորձի։ Այսօր օրակարգը քաղաքական թելադրում է գործող իշխանությունը։ Իրանք հակադարձողի դերում են, իրանք օրակարգ չեն առաջադրում, իրանք ասելիք չունեն հայ ժողովրդին, ես դրա մասին բազմիցս ասել եմ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ինչ որ բան ենք առաջարկում, վատ բան ենք առաջարկում, լավ բան ենք առաջարկում, քննադատելի բան ենք առաջարկում, ընդդիմությունը ասում է թուրք դավաճան հողատու, այս արդեն 5 տարի է, հա, ու ասում է, էլ ինչ ասում, չգիտեմ, նույնիսկ օրինակ չեմ կարողանում, ինչ է ասում ընդդիմությունը, խնդրում եմ ասեք, որն է օրակարգը, արժանապատիվ խաղաղություն, ասենք այդ կենացներ ինչ-որ բան, թող ինձ հետաքրքիր է, հեսա քարոզարշավը սկսվելու է, լավ արդեն 5 տարի է, ասում են, հեսա ընտրություններ է գալու, լավա չեն ասում, պահանջում ենք 2026 թվականին, մի քանի անգամ գնացել է, լավա չեն ասում, պահանջում ենք 2026 թվականին հունիսի 7-ին ընտրություններ, այո, այդ է օրակարգը, ինչ են, ասածները ինչ է։